Պարոն Ավինյան, երեկոյան երեխաներս Լեոպոլդի մուլտիկն էին նայում, խորհուրդ կտամ դուք էլ նայեք անկեղծ։ Այսօր ես եկել էի նիստերի դահլիճում, վերջում կասեմ ինչի համար եմ խորհուրդ տալիս, որոշեցի, որ տարին ամփոփում ենք, կոստյումով գամ, վերջապես ասի կարող փող կապեմ, կարող է այս մարդիկ վերջը խելքը գլուխն են հավաքել նորմալ ամեն ինչը լինի բան, բայց այսօր այս պատկերի մեղավորը դուք եք։ Քանի անգամ եմ ասել, որ եթե ինչ-որ մի հատ sense իրավիճակ է ստեղծում, այդ իրավիճակի ստեղծողը իշխանությունն է։ Եվ այսօր հերիք չի ստեղծողը դուք եք այդ իրավիճակի, այդ բոցը գցողնել եք դուք էլի։ Շատ լավ գիտակցելով էլի, որ դիմացը մարդիկ են, որ մեկը ասեք 15-ը հետ եք ստանալու, մի արեք այդպես բաներ։ Պարոն Խաչատրյան, այս տեմպերով որ շարունակեք, ձեզ աղջիկ չեն տա։ Այդ որ խոսում եք մանկապարտեզից, իմիջիալոց 3-4 օրը Կիլիկիայի մանկապարտեզի բացմանն էի։ Պրոստը ձեզ չտեսա, այդ ինչ ֆենոմենալ լուսավոր փողոցով թույն մանկապարտեզ էր։ Կիլիկիայի մանկապարտեզը, որ պարոն Ավինյանը երեխեքին հավաքի ուռա էր գոռում, նկարվում էր, այդ մանկապարտեզի։ Այդ որ խոսում եք մանկապարտեզից, բյուջեի ժամանակ բմբուլները քամբուլն են տալու այդ մանկապարտեզների հետ կապված հարցին։ Տարիներով, թվերով, որ տարին ինչ եք խոսում, չեք արել։ Այդ որ խոսում եք փողոցը արդիականացված է, ախպերական, կարող է դուք ուրիշ երկրից եք, դա եմ ուզում հասկանամ, էլի։ Լուրջ եք խոսում դուք։ Մի հատ իրիկ ունե հելեք միտեղ ֆռացեք, բայց նարկոմանիա ծաղկում էս երկրում, որովհետև փողոցները մութ, քոր, մարդ գնում է, որտեղ տենում ես մեկ ինչ-որ մեկը մի բան է տանում թաղում ու պահում։ Այդ լուրջ եք դուք խոսում։ Ուրեմն շարունակեմ, այդ որ տառապում եք թե Մեսրոպը ոնց է լինելու падգամավոր, ինչ է լինելու։ Իգիտություն ձեզ Մեսրոպի համար միշտ падգամավոր դառնալը հասանելի է եղել։ Կլներ 17 թվականին, 21, թե վաղը օրինակի համար, բայց դա պետք է լինի ժողովրդի պահանջը։ Ես ինքնանպատակ դրա խնդիրը չունեմ։ Առավել եւս այդ խնդիրը չունեմ, որ գնամ կայանամ, որ падգամավոր դառնամ։ 100 անգամ ասեմ, 101 անգամ էլ ասեմ։ Ձեր ասած բոլոր մարդկանց հետ ունեմ հարաբերություններ շատ ջերմ։ Ցավում եմ, բայց ձեր ղեկավարի հետ եմ ունեցել հարաբերություն, որը ինձ քոքից կտրել եմ։ Հասկացաք ինձ։ Ու երբևիցե ի տարբերություն ձեզ, ես չեմ խուսափել իմ հարաբերություններից։ Լավ էլի ամոթ, այդպես բաներ մի խոսած, քանի անգամ ասեմ, իմ անձի այդ բանն եք ասել, հա ասում եք, հա կրա, հա իմիջիալոց են 105 մանկապարտեզի բացմանը երբ եք ընձի կանչել, հե? Երբ, չի կարելի էլի ժողովուրդ, պարոն Ավինյան, հետ վերադառնամ Լեոպոլդի մուլտիկին, էլի, այդ մուլտիկի մեջ ասում է, ребята, давайте жить дружно, էլի, Եմ ուզում հասկանամ ձեզ, էլի, դուք օրինակի համար, որ գալիս եք, էլի, փոխանակ ստեղծեք պայմաններ, որ հարթ, նորմալ, եկել եմ առաջի ելույթը, քաղաքական ելույթ եմ, մի հատ խնդրում եմ, էլի, կճուանին զանգեք, թող գա իր այդ խմբի ժողովրդին հանգստացնի, էլի, Բենտլիով։ Ես խոսում եմ, քաղաքական ելույթ եմ ունենում, դուք տեղից այն բաներ, այդ թեմային էլ եմ անդրադառնալու, քաղաքապետարանի աշխատողները, որ աշխատանքային ժամին զվռնում են ստեղ ընդեղ։ Այդ թեմային հաջորդ անգամ եմ անդրադառնալու։ Իմ ասածը էդ էր, էլի, մի ստեղծեք մի իրավիճակ, որ մարդու զզվանքը գա, որ քաղաքացին նայի ու նողքան կապրի։ Չի կարելի ժողովուրդ, ուղղակի չի կարելի։ Իսկ Միքայել ջան, իմ հետ խոսալուց խնդրում եմ, էլի, մի քիչ ամեն ինչը sense բռնի, էլի չափը։ Քաշայինը բռնի, էլի խնդրում եմ։ Շնորհակալություն։